Այվազյան բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, բայց հենց նոր, քանի որ ամեն նիստից հետո կառավարության Փաշինյանը իջնում է լրագրողների հարցերին պատասխանելու, ինչ է ասում, Մայր աթոռի ազատագրման գործընթացը սկսել է եւ անխուսափելիորեն հասնելու է տեղ։ Ուրախությամբ արձանագրում եմ, որ Հայաստանում հիմա հոգեվոր նորոգման պրոցես է տեղի ունենում։ Խնդրեմ այս մասով ձեր գնահատականն է եւ սրան զուգահեռ մենք տեսնում ենք ըստ էության իր ձախողված այդ ճակերտավոր սփափիկ ծառայողություն, չէ՞ ոչ թե իրապես սփափիկ ծառայողությունները պատարագի անվան ներքո, որին անգամ քաղաքացիները ուղղակի մերժում են չգնալով այդ բիղծ գործողություններին։ Խնդրեմ, ինչ է տեղի ունենում։ Ուղղակի չգիտես ինչ ասես, ձեր տված հարցին ես ինչպես պատասխանեմ։ Նիկոլ Փաշինյանը ազատագրում է հաշվում եկեղեցին, այո։ Ազատագրող ես Արցախը ազատագրեիր։ Սյունիքի տարածքները, տված գյուղերը, տարածքներ ես տվել, որ ամեն մեկը մի դրախտ էր։ Հիմի քո ժողովրդից ես ազատագրում։ Ես չեմ այդ մարդուն ուղղակի ես նորմալ մարդ չեմ հաշվում, ուրիշ բան չեմ կարող ասել։ Եկեղեցու դեմ, քո սեփական ժողովրդի դեմ ես դու կռվում։ Եվ վերջերս լսեցի Ալեն Սիմոնյանը կարծեմ ասել, ջախջախի հաղթանակ տարանք։ Այ ընկեր, ում ես ջախջախել։ Քո ժողովրդի կամ ոնց ես ջախջախել, քո նկատառումները ինչպիսին են։ Թուրքին ջախջախեիր, այ ընկեր, արցախցիներին ասում էիր վախկոտ են, թող կռվեին։ Թուրքին ջախջախեիր։ Քո ժողովրդին ես ջախջախում։ Ամոթ է, մեծագույն ամոթ, որ մենք ունենք այսպիսի իշխանություն, չնայած ժողովուրդը միշտ ասել է ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը, բայց օրինակ ես արժանի չեմ։ 35 տարի պայքարել եմ ես ժողովրդի նպատակների իրականացման համար եւ միշտ հպարտացել եմ, որ հասել ենք մեր երազանքին։ Այսօր նստել ենք, կոտրած դաշտակել չունենք, դու հաշվում ես, որ մեզ ջախջախել ես, ջախջախեցիր Արցախը, իհարկե ջախջախեցիք։ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ ամբյոնից ասում է, ես Ղարաբաղի համար այնքան բան եմ արել, որ ոչ մի նախկին իշխանություն չի արել, իհարկե չի արել։ Ոչ մի նախկին իշխանություն Արցախը չի նվիրել Թուրքին։ Մենակ դու ես նվիրել եւ քեզնից հետո էլ նվիրող չի լինի, ազատագրող կլինի, բայց նվիրող չի լինի։ Ես չգիտեմ այս իշխանությանը ինչ ասեմ, սրանք ժողովուրդս, սրանք թյուրիմացություն են, բայց թյուրիմացությունը 7 տարի չի նստում գահի վրա, հասկանում եք։ Գուցե մենք ենք դարձել թյուրիմացություն, որ հանդուրժում ենք դրանց։ Սա ահավոր բան է։ Քո ընտրություններով, որ հպարտանում ես, այ լամուկ, ինչով ես հպարտանում, Էջմիածնում ընտրություններին մասնակցել է կեսից, համարյա կեսը կամ կեսից մի քիչ մարդ է մասնակցել ընտրություններին, եթե ժողովուրդը Էջմիածնի, քեզ ընդունեին, որևէ մեկը իրենց տանը կնստեր ու չէր գա ընտրություններին մասնակցելու, այդ հարցը դու չես տվել, ինչի ժողովուրդը չեկան, ինչի չմասնակցեցին բոլորը։ Տոկոսային հարաբերությունով, որ վերցնում ես, քանի մարդ է քեզ ընտրել ամբողջ Էջմիածնում, եւ դու հաշվում ես դա հաղթանակ, ամոթ է, չէ, ամոթ, եւ դուք դա ասում եք ջախջախեցինք, ում եք ջախջախել, ում, աչ ու ձախ հարևաններին ջախջախեցեք ձեր, նրանց ոտքի տակ փալաս եք դարձել,
Ձեր ժողովրդին եք ջախջախում։ Ես գտնում եմ, որ մենք շատ ենք ուշացնում ամեն ինչը։ Այս երկիրը ամեն անգամ սոցցանցում որևէ հրապարակում անելուց ես գրում եմ, վերջի նախադասությունս միշտ լինում է զգուշացում, տեսեք Հայաստանը Արցախ չդառնա, տեսեք Հայաստանը Արցախ չդառնա։ Այսօր համարյա դառնում է, Արցախ է դառնում համարյա, որովհետև ժողովուրդս լուր ու մունջ քնած։ Ես որ նայում եմ ժողովրդի վերաբերմունքին, ինձ թվում է, թե այս ամեն ինչը կատարվում է ուրիշ երկրում, այս ժողովուրդը ընդամենը դիտորդ է։ Սա ինչ բան է, սա ցույցերին չեք մասնակցում, ընտրություններին ակտիվ չեք մասնակցում։ Սիրելի էջմիածնեցիներ, ձեզ ինչը խանգարեց, գնայք ընտրեիք, ինչի չգնացիք։ Ինչի չգնացիք, հեռու էր, ոտք կոտրելու ճամփա էր։ Ուզում եմ մի հայտարարություն էլ անեմ, եթե Էջմիածնում տեղավորված որևէ արցախցի տարհանված ընտրել է ՔՊ-ին 1000 ամոթ իրեն, 1000 ամոթ։ Լսել եմ, որ եղել են նման մարդիկ։ Մենք 10 ամիս, այ արցախցիներ, սոված մնացել ենք 10 ամիս։ Դուք ձեր դահիճին, այսօրվա ձեր ճակատագրի հեղինակին գնում եք ընտրում։ Մենք Արցախից եկել ենք դատարկ, մեզ հետ բերել ենք մի թասիբ, մի նամուս։ Մեր բերած հարստությունը էդ է։ Դուք դա փորձել եք վաճառել։ Եթե նման դեպքեր եղել են ամոթ իրենց, նորից եմ ասում, եթե մեկ արցախցի 26 թվին ընտրություններին, մի արցախցի թեկուզ այս իշխանություններին ձայն տա, ուրեմն նա արցախցի չի։